Ողջույն սիրելի հետևորդներ ջան, այս հնչեղակուստիկայով, որովհետև դատարկ կա մեր բալկոնչիկը, ուզեցի սկսել նոր վլոգը, երեխաները արդեն քնել են, կեսգիշեր գրեթե, իսկ մենք անցնում ենք բալկոնի ներկմանը, Խորենը առել է տարբեր օգտակար բաներ, որոնք մեզ կօգնեն այս պրոցեսի ընթացքում, այստեղ ներքն եք տեսնում զամաս կա, հատուկ ցելոֆան, որով կարող ես ծածկել տարբեր առարկաներ, հակաբորբոսային այս նյութնա սպրեյնա, գույնը, դեղին գույնը, վալիկը, այսպիսի վրցիններ, մալյարնի սկոչ, էլի այդ նույնից, այս էլ որ պոլին փռենք, որ պոլը չկեղտոտվի, այս էլ աման, որի մեջ ներկը բացում ենք, մի խոսքով, կարելի ասած սկսում ենք, սկսենք զամասկայից, այստեղ դավը տեսնում եք, որ նկարչություն արել, տեղ-տեղել քերել է, պիտի այդ սաղ մենք հիմա շտկենք, Խորջան, իգործ Իգործ Այս անգամ մեծ զամասկայից չէ, առեն անգամ ծյուբիկով էր մի տեսակ ավելի, չէ? Հա, ես էլ ավելի մեծ էի ուզում, բայց չկար Նենց էլ անձրև է երեխեք, իսկը ռեմոնտի եղանակ խոր Շատ շուտ փփլվում Հա, փխրում պատեր են բավականին, երեք որ քերում էինք այդ բաները, դու ասա, անդադ մոռամ եմ այդ բառը Բորբոսները որ քերում էինք, ինքը ոնց որ փխլվեր պատը Մանավանդ խոնավ պատ է, այդտեղ ջուր է լինում, չէ, դրա համար այդ հատվածը վաբշե Հիմա այս դավի մատիտով խփած եւ այլն այդտենց կետիկներ կան, դրանք ենք փորձում զամասկայով շտկել Տեսեք, այս հատվածն էլ է էլի խոնավությունից, ինքը պոկվել է, հետ էլ կանենք, հեսա Խոսքով, մեր ուժերի ներածին չափով փորձենք կարգի բերել այս ամեն ինչը Օրինակ ես երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որոնք ասում են վարձով ենք ապրում, դե ինչ անենք, որ մեր տունը ունենանք կանենք Թե ես թե խորենը նենց ենք, որ եթե ասենք տունը ույուտի կարող ենք բերել, ինչ մեզնից հասնում է, մենք կանենք ու մենք այդ բանը մոռանում ենք, թե կոմիտ ասում էր տենց, թե ստեղ Ես մոռանում եմ, որ մեր տունը չէ, այսինքն սրտացավորեն ենք վերաբերվում, եթե ինչ-որ բան փչանում է, այս ահավոր ազդվում եմ, փորձում ենք այդ շտկել Երեխեքը գիտեք, հաջողացնում են միշտ ինչ-որ բաներ անել, մենք էլ փորձում ենք շտկել Հետևներից գնանք ու բան անենք Ինչքան հասցնում ենք հետևներից էլի Գնում ենք Վայ, Դավիթ, ես ինչ ես Ասում եմ դա, որ վերանորոգենք էլ չես անի, չես ասում են, նե, մամա, abishаю, բայց ինչ որ ես չեմ հավատում Մինչև խորենը ներքի գույնն է բռնում, ես փորձում եմ պատերի վրայի Անջան, նայ Հա, էլի է պետք տեսնեմ Իսկ թվում է շատ ես լսեմ, բայց ոչ Ռաբոչի ժորերս եմ հաքեմ, որոնք եղտոտվեն չեմ ասում սա Այստեղ խորենը ներքն է բացում Ուզում եմ ստանանք լիմոնից դեպի նարնջագույն անցումը, ինչ-որ սենց միջանկյալ գույն, ոչ շատ նարնջագույն, ոչ լրիվ լիմոննի Բայց ես չգիտեմ, խոր արդյոք սրանից նարնջագույն կլինի Սա սոլնիչնին է, անջան, իր հենց տենց է գրածել էդ իրանց կատալոգի Ամեն դեպքում ինձ դուր է գալիս էս գույնը Սոլնիչնի, հա, այսինքն արևի գույն էլի դեղին Հələ լավ լից խորս, հələ քիչ Ախր չորացած է Բայց խե են տենց վաճառում, չեմ հասկանում, շնորհքա դա Լավա 3 տուփ ես առեն, Ավսյակի ով խորենը միշտ մտածում է Հուսանք 3-ն էլ տենց չի լինի Որ ինձ լսես կտանես տեղը կդնես են բանը նոր կլցնես, տանելուց կարող է թափվի Այդ սևամանը, որտեղ որ պիտի արվի Զամասկան մինչև չորանալ է, այն մասերը կանենք, որոնք զամասկա չեն արվել, այսպես ասած Լիմոննի գույնը արդեն բռնել ենք, խորենը հագել է իր դիժուրնի շորտիկը, որ եթե կեղտոտվի սպարտիվ կան չափսոսի Եվ ինչպես ասում են իգործ, թող որ լինի ամեն ինչ հրաշալի Հիմա ասենք, խոսենք, որ չձանձրանանք, հա խորս Հա, անջան
Անեկդոտ պատմենք։ Այ լույսը չեմ վառել, ես ասում խի ակադերը sense մութ։ Всё։ Անցանք։ Եղեք անցել ենք այդ հականեխիչին։ Այն հատվածները որտեղ խեմ հականեխիչ ասում ես էլ խորեն էլ հակաբորբոսին։ Այն հատվածները որտեղ լինելու հատկություն ունեն, այդտեղ կփչենք, օրինակ բերանը փակելա, որ չլցվի բերանը։ Բնականաբար որ այնքան հաճելի նյութ է։ Ինչ էլ հոտ ունի, պիտի պատուհան բացենք։ Խորիկը շատ ախորտներ, ասեցի մի քիչ ես քյոմական եմ, Հովանես Դավթյան եք դրել, համնայում ենք, այս մասերը խիս ենք կերավ, ներկա, հետարքիր է։ Ան, գիտես չէ մութ է, շատ բաներ կաղա չերևա, հետո առաջի տակն է վսյոտակ, եսա երկրորդ տակից արդեն Սա շորերը սպանվեց, որ կեղտոտել եմ, բայց դե գեղեցկությունը զոհել է պահանջում։ Երեխեք, մենք զգուշորեն հանեցինք նաև պառերը, որովհետև հետևի մասի եթե չներկենք, շատ տգեղ էր նայվելու։ Հիմա երկու տակ կներկենք, նոր պառերը հետ կդնենք։ Ես էլ անջատեմ գնամ բրցինով օգնեմ այդ մասերը, ես էլ անեմ, որ արագ վերջացնենք։ Քանից նա արդեն իսկ մենք հələ ակտիվ գործունեությունների մեջ ենք։ Մեզ մոտ նոր օր է բացվել։ Արտնանարում պես արագ մաքրեցի հատակին կպած ներկերը, բարև բալես, քերեցի այն բանով, ինչ են ասում, զամասկանիչով են կսում, այ դրանով, զգուշորեն քերեցի և հետո գուբկայով բանով լվացի, պլինտուսները դրեցի, էդ էլ այն համար մեծ պոդվիգ այսպես ասած, որ խորենը արտնանա ու մնա միայն տեղավորել այստեղի կահույքը, մենակ մի հատ խնդիր է առաջացել, հիմա ցույց տամ։ Այս պատը, այն պատն է, որը բորբոս էր, ու այս այն հատվածն է, որտեղ ամենաշատ բորբոսն էր, բայց այս հատվածում ինձ թվում է նրանից է, որ պատը շատ թաց է, իդեպ, նախ ասեմ, որ սա 7 անգամ ծածկել ենք, ինքը էլի ոնց որ կուլտ է ու այս գիծը հայտնվում է, ես չգիտեմ այս ինչ գիծ է, մեկ էլ այս հատվածը պիտի խորենը դնի, լավ չի ստացվել դնել պլինտուսը։ Մի խոսքով, այս մասը ինձ թվում է շատ թաց է, ռոլիկով վրայով անցնելուց ինքը սա փաթաթում հավաքում էր, ինչ որ արվել է։ Դե ես կիստեչկայով մի տակ անցա, վերևը տեսեք ոնց է կերել ներկը, որտեղ երեք լրիվ ծածկած էր այդ։ Մի տակ անցա, ես որոշեցի, որ լավ թողեմ չորանա ու այսօր էլ անցնեմ։ Զամասկան, ինչպես տեսնում եք, եւս հիմա մտածում եմ ինչ անենք, որ լավ լինի։ Տոլի զամասկա կսեմ նորից, մի երկու օր թողեմ չորանա։ Դու շատ գործ ունում։ Տոլի փորձեմ լեկիստեչկայով այսօր ներկեմ, միգուցե 2-3 տակ ներկելուց հետո այս անցում ես, փոկրտած մասը տենց չերևա։ Մի խոսքով, այս միակ հատվածն է, որը մի քիչ այն չի ստացվել, մնացած ամեն ինչը ինչ շատ դուր է գալիս, պատալոկն էլ ենք ներկել, սիրուն է ստացվել շատ։ Միայն այս մասը պիտի մի հատ խորենի հետ գլուխ գլխի տանք, ինձ թվում է երեք մենք որ զամասկան կսեցինք, այդ հատվածը քան որ մի քիչ խորն էր խորենը քերել, որովհետև սաղ բորբոս էր խորությամբ, այդտեղ զամասկան շատ էր արվել ու ինձ թվում է չչորացավ զամասկան, դրա համար ռոլիկը սաղ հավաքեց։ Հիմա մի հատ հասկանանք ինչ անենք այս հատվածը, որ լավ լինի։ Մնացածը ամեն ինչ ընտիր է, սիրուն է շատ ստացվել, կոկիկ, ակուրատնի, չգիտեմ, այստեղ խորենի պոլկան է, դրա համար է 2 անցք մնացել։ Շատ սիրուն է ստացվել, ես շատ գոհ եմ։ Տեսնենք, այդ մասն էլ կանոնակարգենք, որտեղ ես պերֆեկցիոնիստ եմ ու որ մի տեղ ինչ-որ բան թերի անում, իմ սիրտը վատանում է։ Մենք անցել ենք հյուրասենյակին, ինչպես տեսնում եք, եթե անցած վերանորոգման ժամանակ պլինտուսները չէինք հանել, դրա համար ռոզվիա մնացել է տակը, այս անգամ պլինտուսները հանել ենք եւ ուզում ենք այս անգամ նաեւ հեռուստացույցը հանել, որ հետեւը ավելի պրոֆեսիոնալ ներկենք։ Ինչպես տեսնում եք, դատարկել ենք իրերի մի մասը ննջասենյակում, մի մասը բալկոն ենք տեղափոխել եւ հիմա քիչ-քիչ կանցնենք գործի։ Հուսամ, որ իրար օգնելով ավելի արագ գլուխ կհանենք, քան բալկոնը, որովհետև սյոտակի պատշգամբում շատ էին ծակուցուկերը ու ավելի դժվար էր ներկելը, քան այստեղ։ Այստեղ մենք արդեն մեկ անգամյա փորձ ունենք։ Հորս չի հերիքում։ Սպասի, ես էլ ստեից օգնեմ։
Փակում ենք, որ հնարավորինս չկեղտոտենք։ Հա։ Դավը խիստ ոգևորված, հետևում է իր պապայի արարքների եւ հիացական ձայները հանում։ Ապրես, բայց շատ չոգևորվես։ Խորենը գազ ա տվել երեխեք ջան։ Ապրի։ Ջան, ինձ թվում է այսքան տանջանքներից հետո մենք վաստակել ենք համեղ սուրճ խմելու իրավունքը։ Պահած Ռաֆայելովն եմ։ Հիմա բացեմ, սուրճը դրել եմ։ Նստենք մի հատ coffee break անենք։ Երեխեք, չեք պատկերացնի ինչ հոգնած եմ, ինչ մեռած եմ, ամեն դետալ, ամեն անկյունը, ամեն պլինտուսիկը մաքրել եմ, Խորենը օգնեց ես ներկերս տեղի թափված այդ հատուկ մաքրող միջոցով մաքրեց, այս պատն ենք դե ներկել, մինչև խոհանոցի այդ բանը, հատված այդտեղ արդեն չեն կարել, կարգի ենք բերել, հիմա պիլեսոսն եմ փորձում կարգի բերել, որովհետև սաղ ներկա եղել, մի խոսքով երեխեք ջան, դեռ անելու բաներ կա, բայց արդեն ամեն ինչ շատ սիրուն է, մնում ընդհանուր առմամբ տունը կարգի բերեմ, այսինքն դասավորենք դարակ մարակ, քանի որ այդ բանը դուրս ենք գրել, այն սովետական այսպես ասած պահարան, ասեմ ինչ ասեմ, այդտեղ բաներ կա դրսում ամնացի Արտաշեսի խնջիրքները հիմնականում։ Այս հատվածում էլ ունենք դասավորելու բաներ, այն որ ոտքերս չեմ զգում, լուրջ եմ ասում մեռացեմ, ցավից մխկտում ամեն ինչ, բայց շատ գոհ եմ, շատ բավարարված եմ, որովհետև մենք իրոք տիտանական աշխատանք արեցինք այսքանի օրը, մնում է պատու հանվարակույր, в общем շատ բան կա դեռ անելու, բայց կարևորը վերանորոգումը պրծանք, հիմա գիշերա դրա համար լիմոննե ածենը կզալի ընդհանրապես չեք տեսնում, կադրը չի փոխանցում, իդեպ զալը ավելի մեղմ լիմոննե է ստացվել, քան բալկոնը ինքներդ էլ կարող եք տեսնել, բայց ինձ հավատացեք այդպես ավելի է դուր գալի, երկու սենյակների մեջ թեթև տարբերություն կա, բայց նույն երանգի մեջ են։ Ուղղակի զալի գույնը իրական չեք տեսնում, միջանցքինն է չեք տեսնում, առավոտը արևի լույսի տակ մի հատ ցույց կտամ, կհասկանաք Խորենն էի չափխանութ, որովհետև տունը դատարկ էր, համել այսօր այսքան աշխատելու համար մենք որոշեցինք մեզ մի երկու համով բան առնենք, նստենք գիշերը կինո նայենք իրար հետ, Խորենն էլ, ես էլ կալասայնի աշխատանք ենք արել, թև-թևի տված, մեջ-մեջքի տված, այն որ բնականաբար ես որ գործ եմ անում, չեմ նկարում, կարող է այդպիսի թյուր կարծիք ստեղծվի, որ ես այսպես ասած կամերան ձեռս ֆռում եմ, բայց հավատացեք այդ երկու դրվագից են կողմ, я пашу как лошадь, այնպես որ հիմա ավելի լավ է ես նստեմ ու նուռավ խմեմ, այսօր մի հատ երակներս նայեք, այսօր վերևից ապակյա փոքրիկ շիշ ընկավ, սպիրտի շիշ ու կապտացրել է ոտս այս հատվածը, եթե տեսնում եք, էդ էլ տեղը ահա որ ցավացնում, երակներս էլ սաղ ձգված են, так что պիտի իրոք արդեն նստեմ։ Խորենը եկավ, երկու գնումներ, սիրտս էկլեր էր ուզել, ասեցի բերի, երշիկ, աջիկա, Խորենը իրեն գարեջուր է բերել, այսպիսի ջերքիով, ջերքի օճար, լավաշ, հիմա գրում եմ երեխեքին քնացնեմ, մի հատ ցույց տամ նոր, անձեռոցիկ, հատ անձեռոցիկ, հա, լվացածը, վաղ իմ կոֆեից հա գտել, ոնց էր սիրտս ուզում, ասեցի խոր հլը տես կարող ա լինի, ամառները միշտ խմում եմ, սառը չայա վերցրել իրան, այնքան այսօր ջրքանված են, ես էլ ինքն էլ, որ ուղղակի էլ ասելու չի, ասես մի երկու բատոնչիկ, ևս մի սառը չայ, իր ըմպելիքը, խոսքով էսպիսի գնումներ, մի հատ բրդուճամ Խորենի 10 ունի անցնի դասի։